Բարևձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Լույս տեսավ Western Armenia շաբաթատերտի 116-րդ թիվը։ Վանա լիճի մագարտակը գնպազի փոխելով բնական միջավայրը։ Միջազգային կառույցներու անկորձությունը եւ ընտրովի մոդեցումները գնպաստեն Ադրբեջանի հանցավոր քաղաքականության շարունակության։ Սահակ կաթողիկոսի այցը Քեսապ։ Ուրուգվայի մեջ ներկայացված է հայկական մշակութային ժառանգությունը։ Մուշի մեջ 44 տարի է իվեր առաքելները փույն գհյուսեն նույն դանդանիկին։ Արցախցի կորձիչ Տորկոմի կյանքի ուղին։ Վանի մեջ կազմակերպված գեղեցկության մրցույթին հաղթեց Միագադուն։ Լույս տեսավ Western Armenia շաբաթատերտի 116-րդ թիվը։ Նոր համարի շաբիգին պատկերված է Հրանտ ինքը, ով հիմնադրեց Արևմտյան Հայաստանի ագոստերտը եւ երկար դարիներ եղավ անոր գլխավոր խմբակիրը։ Գրթությամբ կենթանապան անդարձավ անգախ լրակրող եւ սկալիորեն ընդլայնեց Թուրքիո մեջ ընդունելի սահմանները։ Անցուցաբերեց բացառիկ խիզախություն ինքնարդայտման դաշտին մեջ, դառնալով հանրային լայն ուշադրության առարգա։ Իր հրաբարագային բացահայտում են յետ կսվորուն Սաբիհա Գոկչենը, թուրքական վարչագահի առաջին գին օտաչուն եւ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որտեղիր դուստրը հայկական ցակում ունեցած է, դինք դարձավ թուրքական զայրահեղական շրջանակներու տիրախ։ Ան ենթարկվեցավ մամուլի հալածանքներու եւ բազմիցս կանչվեցավ դատարան թուրքականությունը վիրավորելու մեղադրանքով։ Գարելի է բննել, որ անոր սպանությունը մեծապես պայմանավորված էր մամուլի մեջ իր գերբարի հետևողական սևացմամբ։ Շաբաթատերտը հասանելի է հայերեն, անգլերեն, ֆրանսերեն եւ թուրքերեն տարբերակներով։ Վերջին տարիներուն համաշխարհային դակացման հետևանքով գնվազի Վանա լիճի ճուրի մագարտակը, որ կնկատվի աշխարհի ամենեն մեծ սոդային լիճը եւ Արևմտյան Հայաստանի ամենեն մեծ ջրային ավազանը։ Մագարտակի անկումին հետևանքով լիճի հատակեն հայտնված են նոր գղզյակներ, որոնք այժմ տեսանելի են նույնիսկ ծմրան ամիսներուն։ Բնանկարիչ Ֆերզենտե Կոշար կնշեց է դարվե դարի փոփոխությունները ավելի ակնհայտ կդառնան եւ ճուրի մագարտակի նվազումը հասած է մտահոգիչ աստիճանի։ Այս փոփոխությունները անդրադարձած են նաեւ կենթանական աշխարհին վրա։ Ֆլամինգոները կփոխեն իրենց փույն տնելու վայրերը հարմարվելով նոր պայմաններուն։ Մասնակիցները կզգուշացնեն, որ Վանա լիճի էկոհամակարգը կանգնած է լուրջ վտանգի առջև։ 2026 թվականին կլրանա Շուշիի չարտերու 106-րդ տարելիցը։ 1920 թվականի մարտին իրականացված այս ոճրագործությունը ոչ միայն զանգվածային կոտորածում էր, այլ նաև նպատակ ուներ ոչնչացնել Շուշին, որպես Շուշիի մշակութային եւ հոգեվոր կենտրոն, ինչի հետևանքով արմատապես փոխվեցավ քաղաքի ժողովրդական պատկերը։ Այսօր եւս կփաստվի նույն քաղաքականության շարունակությունը, ուղղված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման եւ խեղաթյուրման։ Մասնավորապես կհիշադակվի 2020 թվականի հոկտեմբեր 8-ին Սուրբ ամենափրկիչ Ղազանցեցոց եկեղեցիի տիրախավորումը։ Գոչ կողմի միջազգային հանրության կորցնական քայլեր ցերնարգել Արցախի մշակութային ժառանգության պահպանության համար եւ տալ իրավական հստակ գնահատական այս գործողություններուն։ Շուշիի ցեղասպանության հիշադակը ոչ միայն անցյալի հիշեցում է, այլ նաև ներկայի պատասխանատվություն։ Հիշենք, դադարենք եւ պայքարենք։ 1909 թվականի ամռան Գիլիգիո Աղեդեն դուժած շրջաններ այցելության ընթացքին Սահակ Խաբայան կաթողիկոսը հանդիսավոր ընդունելության արժանացավ Քեսապի մեջ։ Ժողովուրդը հոգևորականներու առաջնորդությամբ մեծ շուկով թիմավորեցինք, իսկ Սուրբ Աստվածածին եկեղեցին մեջ անիր քարոզով ուժեղացած հավատացյալները գոչ ընելով պահպանել իրենց ինքնությունը, հավատքը եւ հայրենի հողին գաբը։ Այցին ընթացքին կաթողիկոսը այցելեց նաև Քալադուրանի հովիտ, ուր զինք թիմավորեցին մեծ ոգևորությամբ։ Բնակիչները ամբողջ ճանապարհին գողջունեին զինք, իսկ ան գողներ ժողովուրդը եւ գքարոզեր։ Այցը վերածվեցավ համաժողովրդական իրադարձության, ուղեկցված ջերմ հյուրընկալությամբ։ Սահակ Խաբայան կաթողիկոսը հատուկ կարևորություն տվավ նաև գրթության զարգացման։ Անոր նախաձեռնությամբ սկսավ Սուրբ Աստվածածին եկեղեցին գից գտնվող դպրոցի վերակառուցումը։ Ան անցամբ դյութական աջակցություն ցուցաբերեց եւ օրհնեց դպրոցի հիմքը։ Ժողովրդի համատեղ ջանքերով կառուցվեցավ երկհարգանի Սահակյան վարժարանը, որ ունեցավ շուրջ 250 աշակերտ։ Հետագային զարգացավ նաեւ աղջիկներու գրթությունը։ Դեր Վահան քահանայի նախաձեռնությամբ եւ Դեր Բողոս քահանայի նվիրապերած հողատարածքին վրա հիմնվեցավ ազգային Բողոսյան աղջիկներու վարժարանը։ Այս գործին մեջ նշանակալի ներդրում ունեցավ ամերիկացի միսիոնարը, ով աջակցեցավ գրթական ծրագիրներուն եւ նպաստեց երիտասարդության գրթության։ Այսպիսով Սահակ Խաբայան կաթողիկոսի այցը Քեսապ դարձավ ոչ միայն հոգեվոր ուժեղացման, այլև գրթական վերածնունդի կարևոր հանգրվան հիմք տնելով համայնքի հետագա զարգացման։
Ուրուգվայի արտաքին հարաբերություններու նախարարության Սանտոս Պալադին մեջ տեղի ունեցավ Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեջ խորագրով միջոցառումը, ուր ներկայացվեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկին մեջ գրանցված հայկական մշակութային ժառանգությունը։ Միջոցառման ընթացքին ելույթ ունեցան Հայաստանի Հանրապետության տեսփան Մարիամ Գևորգյանը, ինչպես նաև Ուրուգվայի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ։ Ներկայացվեցան հայկական մշակույթի կարևոր տարրեր, դուդուկի կատարում եւ քոչարի բարային ելույթներ։ Միջոցառման ծիրին մեջ կազմակերպվեցավ նաև լուսանկարչական ցուցահանդես, ինչպես նաև մասնակցեցան պաշտոնյաներ, դիվանագետներ եւ հայ համայնքի ներկայացուցիչներ։ Մուշ նահանգի Ելալան գյուղի բնակիչը գահիտնե թե առաքիլները 44 տարի շարունակ բույն գհյուսեն իր դան դանիքին վրա։ 52-ամյա բնակիչին խոսքով այս թրջունները մաքուր եւ անվնաս են եւ ինք հadouk հոգադարություն կցուցաբերե անոնց նկատմամբ։ Ան նաև կնշե, որ գյուղին մեջ տանիքներու եւ էլեկտրական սյուներու վրա գոյություն ունի շուրջ 15 առաքիլի բույն եւ գյուղին մեջ գրեթե չկա մեկը, որ չսիրե զանոնք։ Ըստ անոր բնակիչները անհամբեր կսպասեն անոնց վերադարձին, իսկ մինչեւ անոնց գալը կմաքրեն բույները ցյունեն եւ այնտեղ սնունդ կտնեն։ Ֆեսի հիաշլը կհայտնի նաև, որ այս տարի առաքիլները գյուղ հասած են փետրվար 25-ին իրենց հետ բերելով քարնաշունչը, հագարակ անոր, որ շրջակայքը դակավին ծածկված էր ցյունով։ Ան կհավելե, որ առաքիլները սովորաբար կհասնին մարտին եւ կհերանան սեպտեմբերին։ Թորկոմ Թուման Թումյան ծնած է 1879 թվականին Շուշիի մեջ եւ եղած է հայկական ազգային ազատագրական շարժման հայտնի գործիչներեն մեկը։ Ան ուսանած է Մոսկվայի մեջ, ուր ձևավորված են նաև այլ նշանավոր ազգային գործիչներ։ Վերադառնալով Շուշի, ան սպաղած է հրաբարակագրությամբ, խմբագրելով Գոգոն թերթը, ուր դարածած է ազատագրական գաղափարներ։ Հետագային իր գործունեությունը ծավալած է Ալեքսանդրապոլի եւ Գարսի մեջ, մասնակցելով հեղափոխական խումբերու գազմավորման։ 1903 թվականին անոր ղեկավարությամբ զինյալ խումբը հասավ Սասուն, ուր Թորկոմը սպաղեցավ գազմագերբչական աշխատանքներով։ 1904 թվականին ան ներգրավվեցավ Սասունցի ապստամբներուն աջակցող Որսկան խումբին մեջ, սակայն ռուս-թուրքական սահմանին մոտ տեղի ունեցած բախման ընթացքին զոհվեցավ։ Ան կարևորություն կուտար ոչ միայն խիզախության եւ անձնազոհության, այլ նաեւ ռազմական գիտելիքներու անհրաժեշտության։ Անոր գերբարը արտացոլված է Ավետիք Իսահակյանի Որսկան աղբեր ստեղծագործության մեջ։ Վան քաղաքի մեջ կազմակերպված Shopping Fest փառատոնի ծիրին մեջ տեղի ունեցավ Վանի գադուներու գեղեցկության մրցույթը։ Մրցույթին մասնակցեցան 32 գադուներ, առաջին տեղը գրավեց Միա անունով գադուն։ Հաղթող գադուին դերը հայտնեց, թե մեծ ուրախություն կապրի այս հաղթանակին համար։ Մրցույթի մասնակիցները նաև ընդգծեցին, որ նման նախաձեռնություններ կնպաստեն Վանի հայտնի Վանի գադու ցեղատեսակի ճանաչման եւ շրջանի նկատմամբ հետաքրքրության աճին։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։